Այսօրվա վճարած հարկերը կառուցում են երկրի վաղվա օրը, սա աքսիոմա է, որն ապահովում է պետության տնտեսական բուրգի հիմքը։ Հարկերն ուղղվում են երկրի պաշտպանությանը, անվտանգությանը, առողջապահությանը, սոցիալական ապահովության ծրագրերի իրականացմանը, կրթության և գիտության զարգացմանը, պատմամշակութային ժառանգության պահպանմանը և այլ առանցքային ոլորտներում պետական նախագծերի իրագործմանը։ Եվ վերջապես մեր վճարած հարկերն են, որ ապահովում են մեր իսկ բարեկեցությունը։ Ընդհանուր պետական բյուջեի մուտքերի մեջ 90%-ից ավելը դրանք հարկային մուտքերն են։ Դա նշանակում է, որ մեր պետության կարիքները այսօր հոգում է Հայաստանի Հանրապետության քաղաքացին, Հայաստանի Հանրապետության հարկատուն։ Թերևս պատահական չէ, որ օրենքով ապրիլի 19, 2021 թվականից ի վեր ամրագրվեց որպես հարկ վճարողի օր։ Պետություն քաղաքացի գործընկերությունը դարձել է առավել ամուր, ինչն էլ իր հերթին ձևավորել է հարկային նոր համակարգ։ Հայաստանի հարկային համակարգը այսօր ունի շատ ավելի ցիվիլ, հասկանալի, կանխատեսելի եւ վստահելի տեսք, քան տարիներ առաջ։ Որպես համակարգ ես իրեն կանվանեի զարգացումը խթանող։ Պետական եկամուտների կոմիտեի նախագահի գնահատմամբ անելիքները դեռ շատ են, հարկային համակարգը ամենօրյա կատարելագործման կարիք ունի։ Էդուարդ Հակոբյանը հավելում է, հարկատուն պետք է վստահ լինի, որ պետությունն իր կողքին է։ Սրանով էլ պայմանավորված ազգային ժողով կառավարություն համագործակցությամբ հարկային օրենսդրությունը պարբերաբար բարելավվում է հօգուտ տնտեսվարողի։ Վերջին շրջանի նոր կարգավորումները վերաբերում էին հարկային խախտումների համար հարուցվող գործերին եւ այն դժվարություններին, որոնց բախվում են տնտեսվարողները։ Քրեական օրենսգրքում եղած դրույթի համաձայն, եթե տնտեսվարողը 10 միլիոն դրամից ավելի հարկեր է թաքցրել, ապա հարուցվում էր քրեական գործ։ Շատ խորհրդանշական է, որ հենց հարկ վճարողի օրվանից մի քանի օր առաջ մենք ազգային ժողովում առաջին ընթերցմամբ ընդունեցինք օրենսդրական նախաձեռնությունների փաթեթ, նախ մեխանիզմները բարելավեցինք եւ երկրորդը շեմերը ավելացրեցինք, ինչը նշանակում է, որ այսուհետ հարկային խախտումների համար քրեական գործ հարուցելու հիմքերը պիտի լինեն շատ հիմնավոր եւ դրանք պիտի կիրառվեն շատ ապացուցված ու ծայրահեղ դեպքերում։ Այսինքն պետությունը եւս մի քայլ է անում, որով ցույց է տալիս, որ ինքը հարկ վճարողին չի դիտարկում որպես պոտենցիալ հարկից խուսափող։ Հայաստանում հարկ վճարողը պետք է զգա պետության հոգատար վերաբերմունքը, տարբեր խմբերի համար օրենսդրորեն կարգավորված է նաև հարկային արտոնությունների հատվածը։ Տարբեր հարկային համակարգեր գոյություն ունեն եւ մինչև 115 միլիոնը շրջանառության հարկը եւ նաեւ վերջին տարիներին ներդրվել է հատկապես միկրո բիզնեսի համար կարգավորումներ մինչև 24 միլիոն, այսինքն մինչև 24 միլիոնի շրջանակներում մեր հարկ վճարողները ազատված են այդ հարկային պարտավորություններից եւ նույնիսկ եթե ինքնազբաղված են, այդ դեպքում նաեւ եկամտային հարկ վճարելու պարտավորությունից։ Նախորդ տարի որոշակի բարեփոխում իրականացվեց նաև շրջանառության հարկի համակարգում։ Հնարավորություն ընձեռեց ավելի նվազեցնելու հարկային պարտավորությունները ծախսագրումներ անելու միջոցով եւ ես ուրախություն ուզեմ նշեմ, որ օրինակ եթե վերցնենք առևտրի ոլորտը, ապա պարզ կտեսնենք, որ էապես աճել է նվազագույն հարկեր վճարող 1% շրջանառությունից հարկի մասին է հարկ վճարողների քանակը, այսինքն այդ նոր բարեփոխումը հնարավորություն է տվել, որպեսզի մարդիկ նվազեցնեն նույնիսկ իրենց պարտավորությունները։ Պետությունն այսօր օրինապահ հարկ վճարողի կողքին է, սա կանոն է, որը վերջին տարիներին ներդրվել է պետական ապարատի համապատասխան օղակում։ Մտածում ենք այնպես անել, որ օրինապահ հարկ վճարողի այդ կարգավիճակը դառնա շատ ավելի գրավիչ եւ իրենք ունենան որոշակի էական առավելություններ մնացած հարկ վճարողների նկատմամբ։ Դրանք այնպեսին չեն լինի, որ շատ աղավաղ են մեր ընդհանուր հարկային համակարգը, բայց կլինեն, ասենք, արտոնյալ որոշակի ռեժիմներ։ Իսկ հարկերը շրջանցողների համար պետական եկամուտների կոմիտեն ունի որոշակի մոտեցում։ Ծանուցումներով օրինակ կամերալ արձանագրություններ կազմելով մենք փորձում ենք հարկ վճարողին լսել, որովհետև պարտավորություն ունենալու պատճառները շատ տարբեր են լինում։ Եվ եթե պատճառները օբյեկտիվ են, այդ օբյեկտիվ պատճառները հաշվի առնելով թույլ է տրվում իրենք ճշտումները անեն իրենց առանց համապատասխան տուժտուգանքների։ Դա նաև վերաբերում է օրինակ հնարավոր հարկային հանցագործությունների դեպքերին։ Օրինակ շատ են լինում, որ մեծ պարտավորություններ են բացահայտվում,
բայց հարկ վճարողի հետ բանակցելով ինքը ընդունում է, որ այդտեղ ոչ թե հանցագործություն է, այլ ինչ-որ քայլերի արդյունքում է եկել այդ իրավիճակին եւ դա մեղմացուցիչ հանգամանք է դիտվում։ Ինչպես փաստում է Էդուարդ Հակոբյանը, պետական եկամուտների կոմիտեն անցած տարի էապես ավելացրել է վերլուծությունների, հեռավար ծանուցումների թիվը, իսկ այցեր ենթադրող ստուգումների թիվը նվազեցրել։ Պետական եկամուտների կոմիտեի նախագահը հաստատում է, որ հարկ վճարողներն այսօր ավելի կարգապահ են, քան տարիներ առաջ։ Կա պետության հանդեպ վստահության աճ, կա պետական եկամուտների կոմիտեի հանդեպ վստահության աճ, պետական եկամուտների կոմիտեն վերափոխվում է վերահսկող տուգանողից դեպի գործընկեր, ծառայող։ Հարկերը թաքցնելու դեմ ուղղված պայքարում էլ Բաբկեն Թունյանը մատնանշում է հետևյալ գործիքակազմերը։ Առաջինը, որ մեխանիզմները լինեն այնպիսին, որ հարկ թաքցնելը լինի շատ դժվար, այսինքն ստվերում աշխատելը թանկ արժենա, եւ երկրորդ կարևոր հանգամանքը, որպեսզի հարկ վճարողը ինքը հասկանա ու գիտակցի, թե ինչի համար է այդ հարկը վճարում։ Պետական գանձարան ուղղված հարկերի պատկերը հետևյալն է։ Դոլարային տեսքով մեր հարկ վճարողները Հայաստանի Հանրապետության վճարում են արդեն տարեկան մոտավորապես 10 միլիարդ դոլարի չափ հարկեր։ Դրա մեջ մտնում են իհարկե եւ տնտեսվարողները եւ քաղաքացիները, որոնք գնում կատարելիս էլ անուղղակիորեն այդ հարկերը վճարում են կամ իրենց եկամուտներից են վճարում։ Հարկ վճարողի օրը սահմանված է օրենքով, սա եւս մեկ ցուցիչ է, որ հարկատուն իր աշխատանքով երկրի համար առավել քան կարեւոր է։ Շատ ուրախ եմ, որ ես ինքս այդ օրենքի մշակմանն ու ընդունմանը մասնակցել եմ իմ մեկ ձայնով, շնորհավորում եմ բոլոր հարկ վճարողներին, շնորհակալություն եմ հայտնում իրենց շատ կարևոր աշխատանքի համար, ոչ թե հարկեր վճարելու, այլ արժեք ստեղծելու, աշխատանք ստեղծելու, որտեղ դա պիտի լինի, նոր հարկերը գեներացվեն եւ ցանկանում եմ, որ իրենց եկամուտները պատիկներով աճեն, ըստ այդմ նաեւ իրենց կողմից վճարված հարկերը։ Պետությունը վերջին հաշվով ծնվել է հենց հասարակությունից եւ այդ հարկ վճարելու օրը կարևորել է իմ կարծիքով այդ կապի ամրապնդմանն է հենց վերաբերում։ Եթե մի բառով ձևակերպեի, հարկ վճարողներին ուղերձը կլիներ հոգատար լինել հարկ վճարելու նկատմամբ, որովհետև դրանով ստեղծվում է այն միջավայրը, որտեղ յուրաքանչյուր հարկ վճարող ընդհանրապես հասարակության ցանկացած անդամ ավելի երջանիկ ու բարեկեցիկ է ապրում։ Յուրաքանչյուր քաղաքացի իր աշխատանքով եւ վճարած հարկերով նպաստում է պետության զարգացմանը, իսկ պետությունը արդար, հարկային եւ մաքսային միջավայրի ձևավորմանը։